Իսրայելը կուժեղացնի հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ, եթե Պաղեստինյան Համաս շարժումն ազատ չարձակի բոլոր պատանդներին։ Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Համասը պետք է հասկանա, որ եթե ազատ չարձակի բոլոր առևանգված մարդկանց, մեր հարվածները կշարունակվեն եւ կուժեղանան, հայտարարել է Կացը։ Բրյուսելում Եվրամիության 9-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ելույթում հայտարարել է, որ Եմեն 2.5 միլիարդ եվրո կտրամադրի Սիրիայի տարածքում, ինչպես նաև Հորդանանում, Լիբանանում, Իրաքում եւ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականներին 2025-26 թվականներին աջակցելու համար։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը։ Տրամադրվելիք օգնությունը համարվում է Սիրիայում անցումային գործընթացին աջակցելու եւ սոցիալական ու տնտեսական վերականգնմանը նպաստելու եվրոպական ջանքերի մաս։ Ադրբեջանը կտրականապես մերժել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որում պաշտոնական Երևանը հերքել է Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի արդեն մի քանի օր շարունակվող պնդումները։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Աջիզադեն անդրադարձել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը եւ ասել. «Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, այն է, որ արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է, Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար», մեջբերման ավարտը։ Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ վերսկսված իսրայելական օդային հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 419-ի, իսկ վիրավորներին գերազանցել է 500-ը։ Այս մասին հայտնել է Ալ Ջազիրան։ Զոհերի թվում են Համասի 5 առաջնորդներ եւ պատասխանատուներ, այդ թվում Գազայում ՆԳՆ փոխնախարարը եւ Շարժման ներքին անվտանգության ծառայության գլխավոր տնօրենը։ Գազայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է իսրայելական ուժերի կողմից ՆԳՆ ղեկավարների եւ պաշտոնյաների թիրախավորումը չի խանգարի մեզ կատարել մեր պարտավորությունները եւ ծառայել մեր ժողովրդին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի երեխաների համար չեղարկել է պետական պաշտպանությունը։ Խնդրում եմ իմացեք, որ այս պահից Հանթեր Բայդենն այլևս չի պաշտպանվելու գաղտնի ծառայության գործակալների կողմից։ Էշլի Բայդենը նույնպես հանվել է ցուցակից, գրել է նա։ Թրամփի խոսքով Բայդենի առաջին ամուսնությունից որդու Հանթերի անվտանգությունը հարկատուների գումարների հաշվին ապահովում էր 18, իսկ Բայդեն եւ նրա երկրորդ կնոջ Ջիլի դստեր անվտանգությունը 13 մարտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի սկսել են հեռախոսային բանակցությունները, որոնք Վաշինգտոնը հույս ունի, որ Մոսկվային կհամոզեն համաձայնել Ուկրաինայում հրադադարին եւ շարժվել դեպի եռամյա հակամարտությունը վերջնականապես դադարեցնելու ուղղությամբ, հայտնում է Reuters-ը։ Սպիտակ տան խոսնակ հայտնել է, որ երկու առաջնորդները հեռախոսով զրուցել են Գրինվիչի ժամանակով 14:00-ից։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը 18-ամյա բլոգերի է ձերբակալել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժ նկարահանելու համար, տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Տեսանյութը տարածվել է մարտի 15-ին TikTok սոցիալական ցանցում, նշվում է, որ ադրբեջանական բանակը սահմանին պատրաստում է ռազմական գործողությունների։ Պետական անվտանգության ծառայություն քրեական գործ է հարուցվել, ծառայությունը պնդում է, որ կադրերը նկարահանվել են այս տարվա փետրվարի 27-ին։ Իրանական լրատվամիջոցները գրում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար ծովական Ալի Ռեզա Թանգիսիրի հրամանով երկրի հարավում գտնվող ռազմածովային եւ հրթիռային ստորաբաժանումները մարտական պատրաստության են բերվել ցանկացած թշնամական գործողության արձագանքելու համար։ ԻՀՊԿ թևավոր հրթիռներն ունակ են խոցել թիրախները մինչեւ 2500 կիլոմետր հեռավորության վրա։ Անցյալ շաբաթ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները ցույց են տալիս, որ Իրանի ռազմական գործողություններ կարող են սկսվել, նշում են իրանական ԶԼՄ-ները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության համագումարում տարակուսանք է հայտնել, թե ինչու են G7-ը մեծ յոթնյակ անվանում, թեև այն տեսանելի չէ քարտեզի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ինչու է այն մեծ, հասկանալի չէ, այնտեղ ինչն է մեծ, ուր էլ նայես քարտեզի վրա բան չի երևում, ասել է Պուտինը։ G7 երկրների ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կազմել է ընդամենը 1.9%, մինչդեռ BRICS երկրների համար 4.9%, իսկ Ռուսաստանում 2 տարի անընդմեջ 4.1%, ընդգծել է ՌԴ նախագահը։ Ռուսաստանը G8-ի անդամ է, գոյություն ուներ G7-ի ձևաչափով Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա 1976 թվականից։